խոսելով կոլագենի մասին, հիմա ամբողջ կանացի սեռը ծանոթ բառ կլսի, որովհետև կոլագենը առաջին պատասխանատուն է մեր մաշկի էլաստիկության եւ այո որակի համար։ Ցավով, բայց փաստում եմ, որ դրսից ընդունած բոլոր տեսակի կոլագենի արտադրությունը նպաստող հավելումները չեն աշխատում։ Ուզում է նույնիսկ ամենանորարարական հիդրոլիզացված տարբերակը լինի, ժողովուրդ, մեր մարմինը դրա կարիքը չունի, որովհետև կոլագենը լինելով պրիմիտիվ սպիտակուցային կառուցվածք, ինքը բավականաչափ ամինաթթվային պրոֆիլ չի պարունակում։ Ուստի, եթե մենք դրսից ընդունում ենք կոլագեն, նա գնում է մարմնի այլ նուժդի, մարմնի այլ կարիքները հոգալու համար եւ միայն լիարժեք ամինաթթվային պրոֆիլով սպիտակուցներ ընդունելու դեպքում կենթանականի մասին է խոսքը գնում, ավելի շատ մսային եւ ծովամթերքի աղբյուրի մասին, որից էլ բխում է մեր հորմոնալ ստատուսի ուժային մարզումների հետ համատեղ շղթայական էֆեկտը, բարելավումը, միայն այդ դեպքում մեր մարմինը հավատացեք բավականաչափ ինքնին կարողանում է արտադրել կոլագեն։ Ուստի ուժային մարզումները ուղիղ տանում են դրան, հետևաբար էլի երիտասարդ մնալուն։